Ալյուրը թանկացել է վերջին շաբաթների ընթացքում քիչ-քիչ ավելանալով բարձր որակի 50 կիլոգրամանոց պարկի գինը սուրմալուի մեծածախ տոնավաճառում դարձել է 11300 դրամ։ Ալյուրի թանկացման պատճառը միջազգային բորսաներում ցորենի գնի բարձրացումն է, նաև դոլարի փոխարժեքի տատանումը Հայաստան հացահատիկներ գրող եւ այստեղ ալյուր արտադրող Mancho Group ընկերության պարզաբանումն է փոխանցում News-am-ը։ Թեպետ ցորենի համաշխարհային բերքն անցած տարի առատ է, Ռուսաստանից եւ Ուկրաինայից խոստումնալից են նաև այս տարվա կանխատեսումները, բորսաներում հիմա հացահատիկն իրոք որ թանկացած է։ Որքան կտևի արտաքին շուկաների գնաճային այս ճնշումը եւ կհասցնի այն հանգեցնել նաև հացի թանկացման, դեռևս պարզ չէ։ Հայաստանյան խանութներում հացի գինն առայժմ նույնն է, չի փոխվել։ Ձմռան վերջին օրը փետրվարի 29-ին կգա այս տարվա առաջին անձրևը։ Օդերեութաբանները անձրև են կանխատեսել Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Նախալեռներում, Արմավիրում, Արարատում, օրվա երկրորդ կեսին նաև Երևանում։ Այդ օրը չորեքշաբթի հանրապետության մնացած հատվածներում բացառությամբ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ձյուն կտեղա։ Հայաստանի հարավում եւ Արցախում կպահպանվի անպամած, բայց առանց տեղումների եղանակը։ Երկրի ամբողջ տարածքում տեղումներ չեն սպասվում ոչ այսօր, ոչ էլ փետրվարի 28-ին։ Օդի ջերմաստիճանն ընդհանուր առմամբ կբարձրանա, ամենատակը ցերեկը 14-15 աստիճան, առաջիկա օրերին կգրանցվի Սյունիքի հովիտներում եւ Տավուշում։ Մինչև գարնան օրացուցային մեկնարկը մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կհասնի 8-10 աստիճանի։ Մարտի 2-ին սակայն Երևանում հնարավոր է նորից ձյուն գա։ Գարնանն ընդառաջ Հայաստանին մտահոգում է հիմա էլ կարկուտի ռիսկը։ Երկրում տեղակայված 119 կայանները ծածկում են գյուղատնտեսական հողերի, այգիների դեռևս շատ փոքր մասը։ Ինչպես ավելացնել այդ տարածքները հակակարգտային պայքարի որ մեթոդներն ու սարքերն են ավելի արդյունավետ, փորձել են պարզել արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Խնդիրը մեկն է՝ քայլեր ձեռնարկել, որոնք կպակասեցնեն այս տարվա կարկուտներից գյուղացու վնասը։ Մշակութային կյանքի պակասից դժգոհությունը հնչել է Տավուշում Կիրակի կառավարության ղեկավարի հետ գյուղապետերի հանդիպմանը։ Արդեն մի քանի շաբաթ է հանգստյան օրերին վարչապետն այցելում է մարզեր, անձամբ լսելու մարդկանց հուզող սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց հետո պետությունը պետք է փորձի լուծումներ տալ։ Իջևանում նույնպես գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին հողագործները խոսել են էժան պարարտանյութի, դիզվառելիքի եւ որակյալ սերմացուի ծրագրերից, հետաքրքրվել ակնկալվող բերքի իրացման նոր հնարավորություններով։ Ուսուցիչներին այս շրջանում հուզող թեման պետությունից ստացած սոցիալական փաթեթով առողջապահական ապահովագրությունը գլուխ բերելն է։ Ինչ մնում է գյուղական մշակույթի տներին, բյուջեի փողերով նորոգման կամ վերակառուցման ծրագրերը ֆինանսավորվելու են առաջնահերթ սկզբունքով, ասել է վարչապետը։ Եթե ես ավականի կոնկրետ մի ինչ-որ համայնքում, գյուղում ունեմ վթարային դպրոց, ես չեմ կարող այդտեղ դպրոցի փոխարեն մշակույթի տուն սարքել։ Պարզվում է ատամնաբուժական եկամտաբեր բիզնեսն էլ մեր երկրում կարող է ստվերային լինել։ Փետրվարին հարկայինը Երևանում եւ մարզերում բացահայտել է գաղտնի գործող 3 ստոմատոլոգիական կենտրոն եւ 1 դեղատուն։ Քաղաքացիներին դրանք ծառայություն են մատուցել Արարատի Ավշար եւ Տափերական գյուղերում, նաեւ Մայրաքաղաքի Նորարեշ հատվածում, Բժշկի տանը, Հաճախել նկուղում։ Հարկերից խուսափած ապօրինի ձեռնարկատերերը նույնիսկ բժշկական գործունեության պարտադիր լիցենզիա չեն ունեցել։ Այդպես էլ բուժել են մարդկանց ատամները, բնականաբար սովորականից ոչ էժան։ Ստվերային տնտեսության բացահայտման շրջանակներում պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն այս ամսվա ընթացքում հայտնաբերել են նաև առանց գրանցման գործող մետաղապլաստե դուռ պատուհանների, տնտեսական ապրանքների եւ շինանյութերի պահեստավորման, մրգերի համար նախատեսված արքերի պատրաստման, փայտամշակման արտադրամասեր։ Կասեցվել է նաև կեղծ եւ առանց ակցիզային դրոշմանիշերի օղու, կոնյակի վաճառք։ Հունվարի աղբի վարձը եւ բնակիչները եւ տնտեսվարողները Երևանում պետք է հասցնեն վճարել մինչեւ մարտի 1-ը, այլապես գումարին տույժ տուգանքներ կավելանան, զգուշացնում են քաղաքապետարանից։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած աղբահանության մասին նոր օրենքով ժամկետանց յուրաքանչյուր օրվա հաշվով վճարն ավելանալու է 0.15%-ի չափով։ Աղբի վարձը Երևանում մեկ շնչի համար սահմանված է 200 դրամ, գանձվում է բնակարանում փաստացի ապրող ընտանիքի անդամների թվով։ Գումարը գանձում են համատիրությունները կամ կարելի է անձամբ վճարել բանկի հաշվի համարին։ Տնտեսվարողների, խանութների, արտադրությունների եւ օֆիսների աղբահանության վարձը հունվարից հաշվարկվում է զբաղեցրած տարածքի քառակուսի մետրին համապատասխան։ Դեռ չենք վճարում։ Առաջին 2 ամսվա համար առանց տեղի վարձի Շենգավիթի եւս մի խումբ փողոցի առևտրականներ տեղափոխվել են ծածկի տակ։
Գյուղատնտեսական մթերքների վաճառքի համար վարչական շրջանում շահագործման է հանձնվել թվով երկրորդ փակ շուկան։ Բնակիչների շարժի առումով ամենաբանուկ հատվածում է Հայրենիք առևտրի կենտրոնի հարևանությամբ։ Մաքուր նորոգված սանիտարական բոլոր պայմաններով ապահովված տարածքն ունի 110 տաղավար, որոնց դեռևս մի մասն է զբաղեցված։ Ըստ տնօրինության հավաստիացումների վաճառականների ձրի աշխատանքի ժամկետը կարող է 2 ամսով էլ երկարաձգվել, մինչև որ մանր առևտրականների բիզնեսը հունի մեջ կընկնի։ Սպառողի համար է շուկան քիչ առավելություններ չունի, ամենակարևորը գնորդին առաջարկվում է ստուգաչափված կշերքներով կշռված, փողոցի փոշուց, ավտոմեքենաների արտանետած գազերից չկեղտոտված, արևանձրևից չփչացած ապրանք։ Միրգ բանջարեղենի եւ համեմունքների քաղաքակիրթ առևտուրը Շենգավիթում շուտով կընդլայնվի։ Ունենք եւս 2 դիմում առաջարկ Արիացիա թաղամասում, որից մեկը արդեն իսկ կառուցապատման փուլում է գտնվում, իսկ մյուսը ճարտարապետական ուսումնասիրության փուլում։ Ինչ էին ուզում մեզ անել։ Ինչ։ Հայերս եղել ենք, կանք ու լինելու ենք։ Սումգայիթյան իրադարձությունների տարելիցի այս օրերին Ռոզա տատի աչքի առաջ է գալիս 88-ի մղձավանջը, երբ ստիպված էր ունեցվածքը տարիների ապրուստը թողած փախչել տնից, Ադրբեջանից հասնելով նախ Ղազախստան, ապա հետ դառնալով Հայաստան Էջմիածին։ Բախտակից կանանց հետ այժմ ապրում է Զվարթնոցի քոթեջներ կոչվող թաղամասում։ Միասին հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցիները Սպիտակի երկրաշարժի օրը պարում պատշգամբներին, թե երկրաշարժը կոտորեց հայերին, քանդեց երկիրը մարդկանց թողնելով առանց տանիքի։ Հարազատներին կորցրած փախստական տատիկները ծանր հիշողությունները մոռանալու համար անդադար կարդում են, միայն թե օգնող լինի գրքերը ժամանակին գրադարան տանի բերի։ Բռնագաղթածների տխուր հիշողությունների հետ պատմության գիրքն է անցնում նաև Ադրբեջանում նրանց թողած ունեցվածքի դիմաց տնտեսական փոխհատուցման խնդիրը, թե հայերից ով ինչ է կորցրել հարևան երկրում հստակ փաստաթղթեր ազգային արխիվում չկան։ Իհարկե, փաստեր կան տարբեր, որ վկայություններ եւ պատմական ժառանգության մասին եւ ունեցվածքի, բայց կոնկրետ դա համակարգված ձևով ցավոք սրտի չկա։ Ոչ միայն շախմատ, այլ ուրիշ սպորտում ուրիշ մարզաձևեր էլ ընդհանուր միտքը շատ հետաքրքիր է։ Հետաքրքիրը շախմատի օլիմպիադայի եւ աշխարհի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի համար տվյալ դեպքում մտքի ճկունության մրցավազքն է բանկում։ Ֆինանսական գործարքներն ինչ որ իմաստով նման են շախմատին, թե փողի հետ աշխատելիս, թե խաղատախտակի առաջ ռիսկերի ճիշտ գնահատման հաջորդականությունն է առավելագույն արդյունք հաղթանակ երաշխավորում։ Նավակով, ձիով, փղով, մյուս ֆիգուրներով եւ իհարկե թագուհով քայլեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը միաժամանակյա խաղի ֆորմատով հանգստյան օրերին անցկացրել են Կոնվերս բանկում։ Շախմատային երկխոսություն միջոցառումը ֆինանսական կազմակերպությունը նախաձեռնել էր իր հաճախորդների համար, հոգալով նրանց ոչ միայն բանկային ծառայությունների, այլև հիշարժան ժամանցի մասին։ Շախմատիստների հետ Կոնվերսի համագործակցության շրջանակներում Aeroflot-ի 2012-ի բաց առաջնությանը Վլադիմիր Հակոբյանը մասնակցելու է հենց այս բանկի հովանավորությամբ։ Ֆինանսական գործընկերությունից սպորտի ներկայացուցիչները գոհ են, Կոնվերսի հաճախորդները ոգևորված։ Բոլոր մասնակիցներին տրվելու են գրամատաներ չեմպիոնների ծրագրությամբ, իսկ հաղթողներին տրվելու են անվանական քարտեր Կոնվերս բանկի։ Եվրամիությունը դեռ խելքի չի գալիս պարտքային ճգնաժամից, բայց պարզվում է եվրոպացի 5 գործարարից 4-ը վստահ է ժամանակին եվրոյի գոտուն միանալը դրական ազդեցություն է ունեցել իր բիզնեսի վրա։ Հարցումը կատարել է Grand Thornton International-ը եվրոյի համար ճանապարհ հարթած Մաստրիխտի պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ։ Գործարանները թվարկել են նաև մի շարք թերություններ։ Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդերլանդներն արտահայտվել են եվրոյի գոտուց որոշ պետությունների դուրս գալու օգտին, իսկ Հունաստանն ու Իսպանիան հակառակը եվրոյի տիրույթի ընդլայնման կողմնակից են։ Բիզնես զեկույցի հարցերից մեկը տվել է այս պահի ամենակարևոր ուղերձը։ Եվրոպացի ձեռներեցների 92%-ն ուզում է, որ եվրոն շարունակի գոյատևել։ Սա նշանակում է միասնական արժույթի վերացումը կարող է իր հետ կործանել ամբողջ համաշխարհային տնտեսությունն, ասել է հետազոտությունն իրականացրած կառույցի տնօրենը։ Փետրվարի 27-ին NASDAQ OMX Armenia հարթակում արտարժույթի առվաճառք չի իրականացվել։ Փետրվարի 28-ի համար ձևավորված տարադրամի փոխարժեքները հետևյալն են։